կգա բոլորի հատուցման ու պատասխանատվության ժամը։ Ոչ մեկ չի խուսափելու դրանից։ Ինչպես որ ասում է վարչապետը, բոլորը մեկ առ մեկ պատասխան են տալու։ Նիկոլ Փաշինյանի երբեմնի թիմակից իջևանցի Թաթուլ Ասիլյանն ինքն է այժմ պատասխան տալիս կաշառք ստանալու կաշառքի միջնորդության մեղադրանքի շրջանակում։ Մեղադրյալի աթոռին հայտնված Ասիլյանին օրերս Մոսկվան արտահանձնել է Երևանին։ Հայաստանի գլխավոր դատախազությունից միայն փոխանցում են, որ ռուսաստանցի գործընկերները բավարարել են իրենց միջնորդությունը։ Փառք մեր իշխանությանը եւ Նիկոլ Փաշինյանին։ Հաջողություն ձեզ։ Անդիմության քննադատը ոչ վաղ անցյալում պարբերաբար հանդես էր գալիս իշխանությանը գովերքող հայտարարություններով, իր հետևորդներին հիշեցնում Փաշինյանի ձեռքբերումների, նախկին իշխանավորների անօրինականությունների մասին։ Ոնց տեսնում եք, Երևանը շատ հանգիստ է։ Չկան այն ցուցարարները, չկան այն մարդիկ, ովքեր որ կարող են անհանգստացնել Երևանից։ Թե կոնկրետ ինչ հանցավոր արարք է թույլ տվել տարի ու կես առաջ հարազատ թիմից հեռացված 35-ամյա Ասիլյանը, գործը քննող հակակոռուպցիոնը չի մանրամասնում։ Պարզ չէ կաշառք է ստացել, թե միջնորդել։ Հայտնի չէ նաև Հայաստան բերվելուն պես արդյոք կալանավորել են նրան, թե թողել ազատության մեջ։ Ու պետք չէ մոռանալ անցյալը, մենք պետք է հիշենք, թե անցյալում իրենք ինչպես են վարվել ու հիմա ինչպես են վարվում։ Պետք չէ մոռանալ ոչ մի արած բան, այլ ունեցել ենք մարտի 1, ունեցել ենք հոկտեմբերի 27, ունեցել ենք դաժան պատմություններ, որոնք որ գրված են պատմության մեջ։ Ինչ փոխվեց իշխող ուժի ներսում, որ 2023 թվականին, երբ Ասիլյանն ակտիվ քննադատում էր ոչ միայն ընդդիմությանը, այլև պիտակավորում արցախցիներին, պարբերաբար հանդես գալիս բողոքի ակցիաներ անցկացնող արցախցիներին պետական օգնությունից զրկելու առաջարկներով հայտնվեց լուսանցքում։ Այն վաղ իշխանություն չէինք, սա որը ջարդում էինք։ Հəմեն իշխանությունը չենք կարող մենք սնած ջարդենք, դե ասա։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նրան հեռացրեց իր շարքերից, ենթարկելով կարգապահական պատասխանատվության։ Ինքը Ասիլյանն այդ ժամանակ լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե պատճառն Արցախի թեմայով իր ֆեյսբուքյան գրառումն է, բայց այդպես էլ չէր հիշել արդեն ջնջած գրառման բովանդակությունը։ Եթե դաժե ինձ կուսակցությունից հեռացրին, ես էլի նույն ձև հավատարիմ մնալ եմ կուսակցության։ Եթե դաժե կանգնեմ դատարանի առաջ, ինչ որ մի հարցով պատասխանատվություն կրեմ, էլի ես կանգնել եմ իրանց կողքին։ Անգամ ԿՊ-ից հեռացվելուց հետո Ասիլյանը չի դադարեցրել պաշտպանել իշխանության արտաքին քաղաքականությունը, գրել Ադրբեջանի հետ խաղաղության կարևորության մասին, անգամ ցանկություն հայտնել ադրբեջաներեն սովորելու դիմել Ադրբեջանի նախագահին, որ հրավերք ստանա ու մեկնի Բաքու։ Իրավապահները նախկին ԿՊ-ականին փնտրում են անցած մայիսից, նա ֆեյսբուքում ակտիվ էր դեռ հոկտեմբերին, երբ արդեն հետախուզվում էր։ Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատական գրառումներ կամ ակնարկներ չկան։ Փոխարենը նախկին ԿՊ-ականը քննադատել է իշխանական падգամավորներին, պնդել, որ գոնե 35 падգամավոր չպետք է լինի իշխող թիմի կազմում, հորդորել խելքի գալ, նաև կանգնել Հովիկ Աղազարյանի կողքին։ Փաշինյանին շատ դժվար ժամանակահատված սկսել ղեկավարել երկիրը։ Իրոք փորձում է ու ամեն ինչ անում է կյանքի գնով, որպեսզի այս երկիրը ոտքի կանգնացնի ինքը։ Իրենց այդ ալանթալանարած այս երկիրը ինքը փորձում է ոտքի կանգնացնի։ Ու ինքը այն մարդկանցից չի, ովքեր որ ապօրինի հարստանում են ու կղզիներում հիլաներ են ձեռք բերել։ Ինքը այն մարդկանցից է, ովքեր որ մտածում է երկրի բարօրության ու ապագայի համար։ Ինչպես ստացվեց, որ Ռուսաստանն այս անգամ չմերժեց Հայաստանին այնպես, ինչպես անցած տարիներին։ Այս հարցի պատասխանը գտնել չհաջողվեց։ Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարիներին Երևանը շարունակում է սպասել մոտ 1 տասնյակ հետախուզվողների արտահանձնմանը։ Հետախուզվողների շարքում են կոռուպցիոն հանցագործություններից մինչև 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների գործերով անցնող նախկին իշխանության ներկայացուցիչ մեղադրյալները։ Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որ հեռանալով Հայաստանից այժմ դասավանդում է Ռուսաստանի դատախազության ակադեմիայում, ԴՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որ Ռուսաստանից հարցազրույցներ է տալիս լրագրողներին, Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, նախկին քննիչ Վահագն Հարությունյանը, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը եւ այլոք։